Բարև ձեզ։ Այսօրվա մեր «Սեր և ազատություն» հաղորդաշարի հյուրն է ուսուցիչ, յոգ թաքնագետ, փիլիսոփա Տերդատ Դոնիկյանը։ Եվ այսօր մենք կխոսենք շատ մի հետաքրքիր և բավականին խորքային և ակտուալ թեմայի մասին, բոլորիս համար կարմայի մասին։ Բարև ձեզ Տերդատ։ Բարև ձեզ։ Նորից շնորհակալություն, որ այսօր այստեղ եք գտնվում և համաձայնեցիք նորից ձեր մտքերը կիսել մեզ հետ։ Ինչ եք կարծում, որտեղից կարելի է սկսել կարմա բառը հասկանալ։ Գոյություն ունի հենց կարմա, որի պատճառով մենք այսօր այստեղ ենք, որի հետևանքով ծնվել ենք այս երկիր մոլորակի վրա և որի պատճառ և հետևանքի հաջորդականությամբ ապրում ենք այս կյանքը։ Հարցերս հետևյալն են. երբ է առաջացել կարմա բառը, որտեղից է այն ծագել, ծագումնաբանությունը մեզ բացատրեք և պատմեք դրա մասին և որն է եղել նրա հիմնաքարային նպատակը։ Կարմա բառը դա սանսկրիտերեն բառ է, ինքը նշանակում է գործողություն։ Եվ ինչ է նշանակում, որ մենք ինչ գործողություն անում ենք, ինքը հետևանք է թողում։ Այսինքն ամեն ինչ պատճառ հետևանք ունի, այդ կարմայի մեջ հենց պատճառ հետևանքն է, այսինքն ինչ գործողություն անենք, մեր թե ֆիզիկական, էմոցիոնալ, մտային, հոգեպես, ինքը հետևանք է թողելու, կարման հենց այդ է, որ հետևանք է թողում, մեր ցանկացած գործողություն հետևանք է գալու։ Այսինքն ամեն ինչ պատճառ հետևանք կա, այսինքն ջտերը աշնան են հաշվում ասում, ինչ ցանես, այդ կհավաքես։ Այսինքն դրանք են, որ մենք հետևանք ենք ստանում։ Պարոն Քրիստոս ասում է երեխան, որ ծնվել է թերություններ ունի, դա ասում է ծնողների մեկն է, այսինքն ծնողների շուրջ գործողություն են, որի հետևանքն է, դա այդ երեխան թերություններով է ծնվել։ Ինք ամեն ինչ պատճառ հետևանքի մասին է խոսքը։ Գործողությունը հենց կարման դե շատ տարածված է, այստեղ մենք քրիստոնեության աշխարհում ավելի շատ ճակատագիր բառ ենք ասում, այդ հասկանանք ճակատագիրը ինչ որ մեկը չի գրում, այլ մեր արած գործողությունների հետևանքներն են, որ մենք ստանում ենք։ Շատ բարի, մի այսպիսի հարց, կարծում եմ, որ հիմա մեզ լսում են շատ տարբեր մարդիկ, ովքեր որ նաև կարող է, որ առաջին անգամ են լսում կարմա բառը։ Եվ միգուցե իրենց մոտ կառաջանա հետևյալ հարցը. արդյոք միայն մարդիկ ունեն կարմա, թե այս աշխարհում, այս երկիր մոլորակի վրա բոլոր կենդանի էակներն ունեն կարմա։ Ամբողջ տիեզերքում բոլորը ինչ գործողություն ունի, հետևանք է լինում, այսինքն ինչ որ մոլորակ հարվածեց ուրիշ մոլորակին, իրանք կիսում են արբիտրաժ շեղն, հետևանք է լինում։ Այսինքն ամբողջ տիեզերքի համար պատճառ հետևանքային գործողությունը կա, այսինքն ինքը համատիեզերական օրենք է։ Բոլորի համար, թե ֆիզիկական մարմինների համար, թե հոգևոր մարմինների համար, թե մտային մարմինների համար, հասարակական հարաբերությունների մեջ, այսինքն գործողություն մենակ ֆիզիկական պլանում չի։ Մենք ինչ որ մտքեր ենք թողում կամ էմոցիաներ, դրանք հետևանք են թողում։ Այսինքն ամեն ինչը իր պատճառ հետևանք ունի։ Ուղղակի ամենամեծ հետևանքը թողում է մեր մետադրությունները, հետո գալիս են մտքերը, հետո էմոցիաները, հետո ֆիզիկական գործողությունները, հետո դրա արդյունքի ստացած բավարարություն արդյունքը։ Հիմա եթե ինչ-որ կենդանիներ վերցնենք կամ բույսերը, իրանք չունեն հստակ ձևավորված մտքեր կամ մտադրանքներ, իրանց գործողությունները ավելի թույլ են։ Համար շատ դեպքում ասում են, որ կարմա չունեն ինչ-որ կենդանիները, բույսերը, բայց որ ճիշտ դրսևորենք, իրանք էլ ունեն, ուղղակի իրանց ազատ կամքը այնքան քիչ է, համար իրենք պատճառ հետևանք թողելու շատ քիչ են ազատ գործում, դրա համար ասում են ազատ կամքի հիման վրա էլի կարման ստեղծում, շատ չնչին է, դրա համար ասում են կարմա չունի, բայց մենք նույնիսկ երազում, որ երազ ենք տեսնում, գործողություն ենք անում, տեղել ենք մենք հետք թողում, հետևանք թողում։ Դրա համար Մոծարտն էլ է հետևանք թողում, բույսն էլ է հետևանք թողում, ամեն ինչն էլ թողում է, նույնիսկ քարն էլ, բայց իրանց թողած հետքերը շատ թույլ են, շատ չնչին են, ավելի շատ մարդ կարա մեծ հետևանք թողի կամ ավելի վեհեակ, այսինքն որտեղ էներգիան շատ է, ինքը կարա թողի, որտեղ հիմնային այդ մեր մտադրանքները, նախամտքերն են, զգացումների աշխարհն է, հետո գալիս է մտային աշխարհ, հետո զգացմունքների աշխարհ։ Նման զգացումները որտեղ ուժեղ են, այդտեղ ամենամեծ հետևանք թողում։
հետո նոր մտքերի աշխարհում, հետո էմոցիոնալի, հետո ֆիզիկական աշխարհում։ Այսինքն կարման գործողություն համարվում է վերջացած, երբ որ մենք ունենք մտադրանքներ, հետո մտքեր, հետո էմոցիաներ, հետո գործողություն, հետո այդ գործողությունը բավարարում ենք ստանում, այդ ցիկլը փակվում է, բայց մենք լիքը մտքեր, էմոցիաներ, մտադրանքներ ունենք, որոնք չի փակված, բաց է մնացել, այդ կարմաները հələ դեռ ակտիվ վիճակում են։ Շատ հետաքրքիր է, փաստորեն, եթե մենք սկիզբ, ընթացք եւ ավարտ ենք տալիս ինչ-որ մի մտքի, մտադրանքի, ուրեմն կարման արդեն կարելի է համարել ավարտված, իսկ երբ է լինում, որ նույն գործողությունը, նույն կարման է կրկնում մարդը։ Ինչու է այդպես ստացվում։ Այսինքն ինքը դեռ չի հագեցել, դեռ չի ստացել այն դասը, այն ճիշտ նշանակետին չի ծառայել տվյալ կարմիկ տենդենսը, որ փակվի եւ ավարտվի այդ կարման, այլևս չկրկնվի իր կյանքում։ Բավարարությունը վերջին չի ստացել, վերջին արդյունքը չի ստացել, դրա համար ինքը կրկնում է։ Հետո կարման ունի sense հատկանիշ, ինքը եթե մենք կիսատ ենք թողում, ասենք մինչև գործողություններում բավարարություն, ինքը սկսում է կուտակվել, շատանալ, բնական ձևով ինքը կուտակվում է այդ պատճառը, այսինքն ինչքան շատ ժամանակ թողենք մինչև արդյուն ինքը շատ կուտակվի, բնական կուտակվում, թե լավ կարման, թե վատ կարման, ինքը կուտակվելու ընտունակություն, ոնց որ բանկում տոկոսը գումար ենք դրել, տոկոս է հավաքում, կամ վարկ ենք վերցրել, տեղն է տոկոս հավաքում, ինչքան շատ թողենք, տոկոսները շատ կլինի։ Կարման էլ բնական ձևով տենց շատ կուտակվելու հատկանիշ ունի, դրա համար եթե ինչ-որ բան մինչև վերջ բավարարություն չենք ստացել, չի փակվել այդ ցիկլը, ինքը սկսում է կուտակվել, դրա համար կրկնում է, ինքը չի կարող վերջնական բավարարության հասնի, այդքան հասունության իմաստության աշխարհ չկա, որ վերջացնի այդ կարման, դրա համար կիսատ է մնում, հետո էլի կրկնվել է մինչև վերջացնի։ Իսկ օրինակ, եթե մարդու մոտ առաջանում է մի բացասական միտք, ինչ-որ մի բացասական գործողություն անելու, այդ դեպքում, բայց նա զսպում է հասկանալով, որ նմանատիպ օրենքներ կան, համատիեզերական կանոնակարգից, այդ ամբողջը իրեն շեղելու է եւ ինքը այսպես թե այնպես պիտի ստանա դրա պատասխանը եւ չի անում տվյալ գործողությունը այդ կերպ արտանետած, այսպես ասած, միտքը, ոնց կարելի է այդ տենդենսը կանգնեցնել, կան ինչ-որ գիտելիքներ կամ ուղղորդումներ, որ մարդը կարող է դա ոնց որ նեյտրալիզացնել, զրոյացնել այդ բացասական միտքը, չէ՞ որ չի կարող անել այդ բացասական գործողությունը։ Եթե արդեն միտքը եկել է, ինչ-որ բանը ոնց որ ակտիվացրել է, դրա համար պետք է հակառակ միտքը ավելի շատ անի, ասենք 100-ավոր կամ 1000-ավոր հակառակ միտքը ավելի շատ գեներացի, գիտակցաբար, որ ոնց որ այն մյուսը այդ ֆոնին չերևա։ Ու դա մի տեսք, մի դեպքում որ պետք է ինքը կարողանա մի հատ գործիք, որտեղ հոգեոր եթե զարգանա, մտքին ոնց որ մենք կարանք տիրենք մեր հոգով կամ ոգով։ Եթե ինքը հոգով մտքի այդ բաց թողածը կարողանա տրանսֆորմացնել կամ վերափոխել, կարա, բայց մտքը մտքով չի կարա վերափոխի։ Մտքի կարա շատ դրական մտքեր բաց թողի, որ դրանք չերևանեն, քիչ լինեն տոկոսը։ Բայց պետք է ոնց որ մի բան եթե մենք անում ենք, դրա ավելի բարձր մակարդակով կարանք հաջորդը տրանսֆորմացնել, վերափոխել։ Դրա համար ասենք միտքը մտքով չի լինի տրանսֆորմացվել։ Հասկանալի է։ Մի այսպիսի հարց, շատ հաճախ մարդկանց մոտ, որ կարմայի մասին բարձրաձայնում ես կամ փորձում ես, որ ինչ-որ մի բան բացատրել, հնչում է հետևյալ արտահայտությունը. ես կարմային չեմ հավատում, ես ճակատագրին եմ հավատում եւ այլն, հիմնականում մեր հայ ժողովրդի մոտ կարելի է նկատել այդ տենդենսը, ես այդպես եմ հասկացել, եւ ասում են, ես չեմ ապրում այդ օրենքներով, ես չեմ մտածում այդ ուղղությամբ, ուրեմն ին վրա կարման չի կարող ազդել, որ խնդրեմ դա կբացատրեք, այսինքն եթե մարդը չգիտի կարմայի օրենքների մասին եւ չի պահում այդ ճիշտ կանոնակարգված, այսպես ասած, հիգիենիկ մտածելակերպը, գործելակերպը, այդ դեպքում իրենք կարող են լինել դուրս կարմայի օրենքներից։ Նույն կարման այդ արևելյան բառը, այստեղ մենք ասում ենք ճակատագիր, դա նույն բանն է։ Բայց այդ ճակատագիրն է, որ մենք ինչ գործողություններ անենք, դրա հետևանքներն են, ճակատագիրը գալիս է։ Հիմա ինչ որ ասենք հասարակական օրենքների կամ բարոյական կամ քրեական օրենք գիրքը մարդը բոլորը չգիտեն, բայց եթե ինչ որ գործողություն անում են,
սխալ գործողությունում համապատասխան պատժամիջոց է գալիս, օրենքի իմանալ չիմանալը չի ազատում իշխանությունը։ Այսինքն մեկը չգիտի, որ գողություն անի ու իրան ինչ համապատասխան ինչ-որ հետևանքը թողելու, դա չի նշանակում, որ չի ընդունում այդ գողություն կարանի պատժամիջոց չկա։ Գողություն անի ինչ-որ մի օր պիտի բռնվի ու պատժամիջոցը ասենք թե բանտարկել կամ իրան լավկծեցեն կամ իրան տունը կամ մնացած ունեցվածքը կբռնագրավեն, էլ այսինքն ինչ-որ ձևով դա կարտահայտվի, իր իմանալ չընդունելը բացարձակ կապ չունի։ Նյուտոնի 3-րդ օրենքը, ոնց ազդում ենք, տենց է փոխադրություն է ստանում, դա կարմայի նման էլի։ Դա իմանաս չիմանաս մեկը տենց է գլուխը պատին խփես, պատնել նույն ձևով քեզ ազդելու, թե գիտես դա, թե չգիտես, մեկը այդ ցավը դու նույն ձևով ստանալու ես կամ ջարդել ես գլուխը, դա իմանալը ոչ բան չի, չիմանալը չընդունելը դա ոչ բան չի տալիս։ Շատ բարի։ Այսպիսի մի հետաքրքիր միտք այսօր լսեցի, կարմայի օրենքներից է մի պրոֆեսոր էր խոսում, ասում է, որ դու պիտի աշխարհից չվերցնես ավել, քան տալիս ես, որովհետև եթե այդպես անես, ապա ինչ-որ տեղ, ինչ-որ կերպ այդ էներգիան քեզնից կվերցնեն։ Այդ օրինաչափությունը, որ խնդրեմ կբացատրեք, դա կարմայի հետ կապ ունի նաև, թե դա էներգիայի պահպանման օրենքին է պատկանում։ Դե էներգիայի պահպանման օրենքը, որ մենք ասում ենք կարման ճակատագիր, դրանք նույն բաներն են։ Այսինքն էներգիան մի տեսակ է, մյուս բան տեսակ ապահովում։ Հիմա ասենք թե մենք եթե ինչ-որ բանի արժանի չենք, աշխատանք դրա համապատասխան չենք արել, բայց մենք ուզում ենք դա վերցնել, դա նշանակում է, որ մենք բանկից վարկ ենք վերցնում, հələ չունենալով գումարը։ Այստեղ մեր բանկը նշանակում է ավելի տոկոսներ անցնելու, այսինքն մենք ունենում ենք պարտքերի տակ։ Այդ պարտքի ընկալումն է գալիս, այսինքն մենք օդից չի լինում մեր կարման, այլ օդից չի գալիս էներգիան։ Մենք ամեն ինչի համար պետք է համապատասխան աշխատանք անենք, եթե դրան արժանի չենք, ինքը էլի կկորի, կամ ավելի շատ է կկորի։ Դրա համար ասենք մեկը, եթե նույնիսկ ինչ-որ շահում է կազինոյում գումար, դա կարա շատ արագ էլ կորի դա, որտեղ ինքը դրան չի արժանացել, էլի, որ ինքը դրան ջանք չի արել, դա աշխատանքով պիտի անենք։ Աշխատանքը մենակ ֆիզիկական չի, էմոցիոնալ, մտավոր եւ հոգեվոր կարող լինի, ասենք դրան որոնել աշխատանք են, համապատասխան առանց աշխատանքի, եթե ինչ-որ բան ինքը կարում է ինչ-որ ձևով հայթաթել, մեկը ինքը արագ կկորի, որտեղ ինքը դրան արժանի չի։ Այսինքն դա մեկը իրան գնալու է, կարող ավելի շատ բան իրանից գնա, քան ինքը այդ ուզեցել էր վերցնել, այսինքն նույնիսկ գողությունը, որ ինքը դա չի արել, գողացել է, այն գողանալ բառը, թե էներգիան, թե մտքերը, թե ֆիզիկական բան, մեկը իրանից այդ գաղափարները կորելու է։ Կան տարբեր տեսակի կարմաներ, տվյալ պարագայում ժամանակային տեսանկյունից, որը որ տարանջատենք, կլինի կա իրականացած կարմա, որը անցյալին է վերաբերվում, կա շարունակական կարմա, որը հիմա է տեղի ունենում, եւ կա դեռ կարմա, որ պետք է գա։ Մի գիրք էի կարդում կարմայի մասին, շատ հետաքրքիր բառ ասենց տպավորվեց իմ մեջ, պրարաբդհա կարմա, եւ դա գրված էր, որ հենց սանսկրիտից թարգմանված նշանակում է հենց այս կյանքի հոգու այս վերածննդին վերաբերվող կարմա, որը այս կյանքում է հասունացել եւ բացվել, որ խնդրեմ ավելի խորքային կպարզաբանեք այդ կարմաները, ինչու են կուտակվում, ոնց են բացվում, հենց այս կյանքի ուղին ինչի է ընտրվում, դա նախքան մեր ծնվելը, ով է մեր փոխարեն որոշում, թե արդյոք մեր հոգին դա որոշած, այդ ճանապարհ, այդ կարմիկ դասեր, այդ ուղին որոշած գալիս է, որ պիտի անցնի։ Նայեք, կարման ընկալումը այդ պատճառ հետևանքային ինքը բարդ սիստեմա է, դրա համար պայծառացած էակները Բուդդան էլ ասում է, մենակ պայծառացած էակներն են այդ բոլոր սիստեմը հասկանում։ Ասենք, եթե հիմա անցյալ կյանքերը վերցնենք այս կյանքում էլ ինչ-որ գործողություն ա, որի հետևանքը գալիս է, ինքը բազմաթիվ գործողությունների հետևանք է քեզ գալիս, էլի։ Այսինքն ինքը չի գալիս մի հատ գործողության, ինքը միացնում է, բայց կարա մի գործողության մի կեսը միանա, մյուս գործողության մյուս կեսը միանա, այն երրորդ գործողության կես, տենց էլ միլիոնավոր գործողությունների ինչ-որ կես միացնի, ստեղծի մի ամբողջություն,
ու դա քեզ տենց վերադառնա, հետո ուրիշ անգամ ուրիշ կեսեր միացնի։ Հասկանում եք, ինքը տենց մենք հասկանում ենք մեկին մեկնացենց լավ խոսք ասացինք, այդ լավ խոսքը վերադառնում։ Չէ, լավ խոսքի կարող է բառը, հետո մի հատ նա ուրիշ մարդու մի հատ ուրիշ բառի, ուրիշ, այդ տենց վերադառնա։ Ինքը տենց համապատասխան հող է լինում, ու այդ սիստեմը ինքը ընտրում է, որ հողը գա, այդ էներգիան ռեզոնանս է տալիս, ու համապատասխան այդ պատճառ հետևանքը լինում է դրան, էլի։ Ինքը սենց ուղղակի շատ չոր չի հետևանքը, ինքը սենց բազմակի է, այսինքն բազմակի ասելով հասկանանք, որ տարբեր մեր տեղերից թողած հետևանքների միասնություն է բերում, ու սենց ամբողջական մի հետևանքը չի բերում։ Ասենք նույնիսկ այս կյանքում, ասենք թե դու ինչ-որ ընդունակություններ ունես, այդ ընդունակությունները կարա լինի ժառանգական ինչ-որ հատկանիշներ ես կյանքում ինչ սովորել ես, դրա հատկանիշներ նաև անցյալ կյանքերից, ու այդ անցյալ կյանքերից մի կյանքի, կարող մի 10 կյանքի ինչ-որ հատկանիշների միացություն է, բայց միլիոնավոր ուրիշ կյանքերի հատկանիշներ չի դրսևորվում հիմա, որտեղ դրանց հողը չկա, այսինքն տենց չի, որ ինքը ամեն ինչ կա, միանգամից դրսևորում է, դա այդքան տենց չի, այլ դրսևորում է հատուկ յուրինակ, որ համապատասխան միջավայր պետք է լինի, որ դրսևորվի, այս միջավայրում ինքը այսքան հնարավորություն ունի դրսևորում, հետո դրսևորում է այնքան, որ դու կարողանաս դա մարսես, այսինքն դա կարողանաս այդ կառման վերջացնես, եթե ինքը ամբողջություն միանգամից քեզ տան, դու դրա տակից չես ելի, այսինքն այն բեռը կընկնի քեզ, որ կմահանաս կամ ստրեսի կգժվես եւ այլն, այն ծանրություն։ Դրա համար քիչ է տրվում, ու սենց խառը ինքը շատ բարդ սիստեմ է, տենց պրիմիտիվ չի, նույնիսկ արհեստական բանականությունը հիմա չի կարա հաշվել, այնքան բարդ է այդ սիստեմը, էլի, շատ բարդ է ուզում եմ ասեմ, տենց պրիմիտիվ չեն տալենք, ինքը բարդավոր, միլիարդավոր, տրիլիարդավոր երևույթներ վերցնում է, միացնում է, այդ համաձուլվածք, հետո հաջորդ քայլը ուրիշ տրիլիարդավոր գործողություններ է միացնում, դրա արտացոլում է եւ այլ տենց, այսինքն ինքը միօրինակ տենց չի, բարդ է, մենք ուղղակի միշտ հետևանքներն ենք իր ամբողջական ենք տեսնում, բայց ոնց ինքը ստեղծվեց, դրա ընկալումը դեռ հələ այդ ընդունակությունը չունի մարդը ընկալի, ոնց է ստեղծվում, բայց այդ թողած մեր հետևանքներն է, ինչի հիմա այս հետևանքները կան, այն մի հետևանքները չեն գալիս, այդպես բարդ հարցեր կան, ուղղակի այս է բարենպաստ, գալիս ամենաբարենպաստը ինչն է կարևոր, քեզ, քո էվոլյուցիայի համար, քո զարգացման համար, քո աստվածային բնույթը բացելու համար, այդ հիմապատասխան երևույթներն են գալիս, հաջորդ քայլը, որ ավելի բարենպաստ կլինի, այդ գա, հիմա դա է բարենպաստ, դու ինչ գալիս է ամենաօպտիմալ ու կարևորն է այս քայլին, ինչ գալիս է քեզ կյանքում, այդ ամենակարևորը, քո անցյալ թողած ճակատագրից այդ երևույթն է արտացոլում։ Լավ, այդ դեպքում այդ բարդ հյուսվածքային համակարգը ոնց կարելի է հոգևոր ճանապարհով գնալ, երբ որ մարդը սկսում է գնալ հոգևոր ճանապարհով, ոնց կարելի է այդ բարդությունը ինչ որ չափով լինել որոշակի եւ ընկալելի։ Կան արդյոք գիտելիքներ, որոնք կարող են ավելի համապարփակ կերպով դարձնել այն որոշակի։ Տվյալ ինչ-որ մի լավ հիվանդություն է եկել տվյալ մարդուն կամ իր կյանքում ինչ-որ բավականին բարդ մի սիտուացիա է ստեղծվել, ոնց է մարդը դրանից դուրս գալիս, բացի աղոթքով, սովորական մարդիկ աղոթքին են դիմում եւ այն մարդիկ, ովքեր գնում են հոգեվոր ճանապարհով, ունեն չէ ինչ-որ մի գիտելիք, որով որ կարողանում են մեղմացնել հանգամանքները։ Մեղմացնել հանգամանքները հաղթահարելու համար մեզ պետք է ոնց որ երևույթ գալիս է, մենք առաջինը պետք է կարողանանք ընդունենք։ Ընդունել նշանակում է այդ հասկանանք, որ այդ մենք ենք ստեղծել, մեր պատճառ հետևանքներն են, մենք ինչքան իրան դիմադրենք, ինքը ավելի բարդ կգա, դրան կծանրանա։ Դրա համար առաջին քայլը դա ընդունելն է, շատ դժվար է ինչ քեզ գալիս է ընդունել։ Երկրորդը հասկանանք, որ մենք ազատ կամք ունենք եւ կարանք վերափոխել։ Դրանք իրար չեն հակադրում, այսինքն մենք կարանք նաև ընդունել, բայց եւ հասկանանք, որ կարանք վերափոխել։ Մարդիկ մենք հասկանում վերափոխել, այդ նշանակում է չընդունելն է։ Չէ, մենք կարանք վերափոխել, ընդունելից հետո նոր կարանք վերափոխել։ Ընդունում ենք ոնց կա, հետո մենք վերափոխման համար նայած ինչքան մենք գիտելիք, իմաստություն, էներգիա ունենք, հավատ ունենք, դրա համապատասխան մենք կարանք քայլեր անենք
դրան հակադրող, որ կարողանանք վերափոխել դա հաջորդ քայլը, որ ավելի նպաստիչ լինի, մեր վերափոխումը ավելի էֆեկտիվ կլինի, եթե մենք այդ բոլոր մեր քայլերը սիրո էներգիայով լցած լինենք, այսինքն մեր բնույթը սերն է, մենք մեր բնույթից դա բխի, կրոնական մոտեցումը ասում է, որ Աստված է դառնում, այսինքն Աստված սեր է, ու այդ սիրո էներգիայով ենք մենք դառնում, որտեղ հեշտ է կարման վերափոխելու, տրանսֆորմացնելու, թեթևացնելու, նաև կարման նրա համար է, որ մենք մի քիչ դժվար է սա հասկանալու, որ մեզ տանի մեր բնույթին, մեր էությանը, դեպի երջանկության, թեկուզ շատ դժվար հանգամանք է գալիս, շատ ծանր հանգամանք, մեր համար անհասկանալի, սարսափելի, բայց ուրիշ ձև մենք չենք կարող անցալենք, մեր պատճառ թողած հետևանքների համար օպտիմալ ոնց որ տեզեր տասված գտելա, որ այս սրանք հավաքի մեզ բերի, հատուկ օրենքներ ոնց որ ստեղծված, որ դրանք ամենաօպտիմալն են, որ մենք դրանց օգտվելով քայլանենք դեպի ավելի բարձր էվոլյուցիայի, դեպի մեր բնույթը բացահայտելու, երջանիկ լինելու։ Կարող եղերն է եղել մեզ համար, որ մենք որտեղ չենք ընկալում, մեզ ուրիշ ձևով չի կարող Աստված բացատրի, որ մենք վերափոխվենք, հենց դրա համար է լինում, որտեղ ուրիշ խոսք չենք կարող, մինչև այդ հազար ուրիշ պատճառ հետևանքները չենք հասկացել։ Հիմա այդ ձևով է տրվում, որ մենք մի քիչ հասկանանք, հիմա կհասկանանք, թե չէ, հաջորդ քայլը ուրիշ ձևով կտրվի, բայց նրա համար չի տրվում, որ պատժում է մեկին, ուզում է վատ լինի, այլ նրան համար դա տրվում, որ մեր մեջ ընկալողականություն բացի մեր բնույթին հասնենք։ Այսինքն կարման դա մի այնպիսի բարդ համակարգ չի, որ մենք ստրկացած ենք այդ ամենի մեջ, ունենք ազատ կամք և կարող ենք ներազդել ինչ-որ չափով։ Դե եթե սովորական մարդը ոչ մի հոգևոր քայլեր չունի, հոգևոր մղումներ չունի, ընկալումներ չունի, իր համար ստրկացած է, որտեղ ինքը ազատ կամքը համարյա քիչ է, ինքը մենակ պատճառ հետևանք, կարմայի հետևանքների, մի հետևանքից մյուս հետևանքն է գնում ու մի հետևանք ստեղծում, հաջորդն է գնում, երբ որ հոգևոր մարդը զարգացման է գնում դեպի իր էությունը բացելու, ժամանակ իր մոտ ազատ կամքը սկսում է ավելի բացվել ու ինքը ակտիվանալ կարող քայլեր, բայց մարդիկ մտածում որ հեսա հոգևոր ինչ-որ ճանապարհով գնամ, ազատ միանգամից կարմայից կվերջացնի, բայց այդ կարման շատ բարդ սիստեմա ու ինքը չի լինի տենց արագ վերջանց, սկզբից մի քիչ թեթևանում է, թեթվում է, բայց հետո էլ մեկ այդ բարդությունները գալիս են ու մարդը ասում, բայց այսքան բան արեցի չթեթևացա, չհասկանալի ինչքան ինքը պատճառ հետևանքներ է ստեղծել, տենց արագ չի թեթևանում դա, ինքը պետք է ոնց որ գայլ ընդունի, որ հələ ինքը այն աստիճանին չի, որ այն մի բարդությունները հաղթահարի, այդ ընդունելը արդեն հաղթահարում է, եթե ինքը կարող է ընդունել, սիրով ընդունել, սերը շատացնել, չդաժանալ, եթե կյանքի ինչ-որ դաժան հանգամանքներն է, իր մեջ սերը շատացնել, ինքը արդեն հաղթահարում է, միած հենց իմ ուսուցիչներից մեկի մասին տենց պատմություն կար, որ ինքը տիբետցի է եղել ու երբ որ տիբետի չինացիները գրավել են ու ինքը բանտ է ընկել ու երկար տարիներ բանտում չինական շատ ուժեղ տանջել են բոլորին տենց ու շատերը մահացել եւ այլ տանջանքների մեջ են եղել 20 տարի բանտեր նստել այդ տանջանքների ու ասում երբ որ իրեն հարցրել էին որն ամենադժվար բանը ասել են այն ժամանակ երբ որ իմ սերը մտածում էի կարամ կորցնեմ չինացիների նկատմամբ որովհետեւ ոչ թե այդ այն էր որ ինքը հասկացել այն մակարդակ որ մենակ սիրով իր կարման էդի ընդունում է որ էդի կարման էր ու վերջինը երբ հարցրեցին բա ոնց քեզ ազատ թողեցին ասեց չէ կարմաս վերջացավ այդ բանտ լինելու հիմա դրա համար ես դուրս եկա բանտից այդ սերը մենք պետք է հասկանանք ինչ գործողություն ունենք սիրով ենք ու տենց հեշտ չի մեր կարմայից դուրս գալը պետք է հասկանանք որ ինքը երկար տանջալից մարդկային եթե, բայց պետք է ուրախությամբ ընդունենք դա, որ երբ որ մենք ուրախությամբ դա կընդունենք, ինքը ավելի թեթև կգնա ու հեշտ կարանք հաղթահարենք։ Դե տենց պատմություն կա, Արևելյան էլի մի հատ
իմաստուն sense գնում է Աստծու մոտ, սիմվոլիկ, ճամփին տեսնում է մեկը նստած է, խորը աղոթքի մեդիտացիայի մեջ է, ու կողքը մրջուններ են քայլում, ու ասում ուր ես գնում, ասում Աստծու մեջ, դե ասում դե երբ իմ ազատագրումը, լուսավորումը գա, մոքշան, այդ ազատագրումը մոքշանն է, այս երկրային կյանքերից, որ մարմնավորվում ենք, որ տառապանքից ազատվի, ասում կհարցնեմ, եկել գնում է մեկը, ինչ-որ մեծ բաոբաբի պես ծառա, ինքը շատ ամենամեծ ծառերից մեկն է, ուտեղ ինքը տեղ բազում է, երկում է, ինչ-որ գործողություններ անում, ասում է ուր ես գնում, ասում Աստծու մոտ, դե ասում ինձ էլ հարցրել, ինչքան է մնացել իմ ազատագրը, ու անցնում է ժամանակ, երկար, ու երբ որ վերադառնում, այս տեսնում է մարդը խորը խորքման մեջ է գնում մեդիտացիայի, որ մրջունները իր վրա են բունի սարքել, ինքան են կենտրոնացնության աշճան իր շատ բարձր է, որ իրան այդ մրջունները դխանգարում են, ծտում բան, հա ինքը ուտեղ որ հասում է ինչ ասեց Աստված, ասեց հələ դեռ 3 կյանք ունես, որ ազատագրման, ինքը հոգոց է հանում, ասում դե այսքան ես մեդիտացիա անում, ես ուժեղ կենտրոնացման մեջ եմ, կենդանիները կծում են, ես չեմ շարժվում եւ այլ այնքան աղոթքներ եմ անում, հələ այդքան կա, որ բանանեմ, ասենք դժվարությամբ եմ տնում, երբ որ գալիս է բաբաբի ծառի տակ նստած չէ որտեղ ինքը քայլում է, ինչ-որ երկում է, գործողություններ անում, այս մարդուն է ասում, հարցնում իրան, ինչքան ինձ ասեց Աստված, ասեց այս ծառում ինչքան տերև կա, այդքան պիտի մարմնավորվես, ինքը ուրախանում է, որ ես այսքան դեռ կյանք կարամ Աստծուն ծառայեմ, մարդկանց օգնեմ, երջանկություն բերեմ, ու ոնց որ շատ սիրով ընդունում է դա, ու ընդունում է, որ դա իր ճակատագիրն է, ու դա շատ սիրով է ընդունում, ու այդ ժամանակ մի հատ ուժեղ քամի է դուրս գալիս, ու ծառի բոլոր տերևները ոնց որ թափվում են, մրիկ է դուրս գալիս, ծառի բոլոր տերևները պոկվում է։ Հասկանանք, որ երբ որ մարդը կարող է ամենադժվար ճակատագիրը, որ լավ վերջ չի տեսնում, ընդունի սիրով, ինքը կվերջանա, իսկ երբ որ հոգոց անում, ինքը շիշկան լիքը քայլ արել, աղոթքներ եւ այլն, այդքան ինքը տենց արագ չի վերջանում, դա տանջվում է։ Մոտեցումը այդ շատ կարևոր է, որ մենք կարողանանք ընդունենք սիրով ամենադժվար ու դաժան բաներ, մենք սիրով կարողանանք ընդունենք, ու հասկանանք, որ դա մեր ճակատագիրն է, ու դա ամենաբարենպաստն է, որ մենք խելքի գանք, մեր էությունը գտնենք, մենք սիրով լցվենք, Աստվածայինը մեր մեջ բացահայտենք, իրար բերենք, ամենակարևորն է, որ մենք երջանկության ունենք, այսինքն այս տեզերքը նենց է կապված, որ ամեն քայլ մեզ ուզում է Աստված երջանկացնի, մենք ուղղակի չենք հասկանում դա, որ ծնող ամեն քայլ անում է երեխային, որ ավելի լավը լինի, երեխան շատ դեպքում չի հասկանում, լացում է, կապրիզներ անում, բայց ամեն քայլ իմաստուն ծնողը դա է անում, Աստված ավելի իմաստուն է, ամեն քայլ մեզ ուզում է, որ երջանիկ լինենք, բայց մենք չենք կարող դա ընդունել, որտեղ ասում ենք, մեզ տանջեցի Տեր Աստված, մենք աղքատ ենք, չգիտեմ, մենք երջանիկ չենք եւ այլն, հազար մի բան կա, ամեն մեկ մոտ խնդիրներ, հիվանդություն ունենք, չգիտեմ, եւ այլն, ամեն ինչ այդպես ուրիշ ավելի լավ, քան ես հազար մի այդպես խնդիրներ կան, բայց մենք չենք կարող ընդունել, որ ոնց կա, դա ամենալավագույնն է, որ մենք արժանացել ենք, մեզ դա է տրվում։ Համար գոհ ենք, սիրով որ լցված ենք, արագ դրանք կհաղթարվեն։ Շատ բարի, ես ճիշտ ասած ուզում էի հարց տալ, իսկ երբ է գալու այն պահը, որ մարդը հասկանա, որ կարող է ազատագրվել, այդ հարցին պատասխանեցիք, ասեցիք այդքան էլ արագ չի գալիս այդ ոնց որ պահը, այդ ակնթարթը պայծառանալու եւ լուսավորվելու, բայց դա երևի թե ասեցիք սովորական մարդկանց մասին, իսկ այն մարդիկ, ովքեր որ պրակտիկուի, այսինքն պրակտիկաներով են զբաղվում հոգեվոր, իրենց գոնե ինչ որ չափով մեղմացվում է այդ հանգամանքը, իրենք կարող են մենակ պրակտիկան քիչ է, պետք է կարողանան սիրով լցված լինի այդ ամենաքայլը ու սիրով ընդունի ինչ գալիս է, այդ ամենամեծ պրակտիկան կլինի, որ կարողանան սիրով ընդունի, նույնիսկ իրան թվացող անարդարությունը ընդունի եւ փորձի սիրով վերափոխել դա, հանուն մյուս
էակների երջանկացման համար։ Երբ որ ինքը այդ քայլերը անի, իրան ազատագրում ավելի մոտիկանա։ Մի փոքր առաջ անցա, բայց երևի թե այսպես պիտի ստացվեր, հարց առաջացած այս տվյալ խոսակցությունից մարդկանց մոտ առաջանա հարց, թե ինչ է նշանակում պրակտիկաներով զբաղվել, պրակտիկաներ անել հոգևոր, միգուցե դրա մասին էլ մի փոքր ինֆորմացիա տրամադրեք մեր հանդիսատեսին։ Դե պրակտիկա դա նշանակում է, որ ինչ-որ գիտակից մենք քայլեր ենք անում մենք մեզ վերափոխելու համար։ Օրինակ համար մուսուլմանության մեջ անվանում են ջախատ։ Հիմա այդ ջախատ բառը շատերը ընկալում են ու բացատրում են շատ իմամներ, որ դա պայքար անհավատների դեմ։ Մյուս կողմից դա պայքար անհավատության դեմ, բայց այդ անհավատությունը մեր մեջ է։ Մեր պայքար մեր էգոիզմի դեմ, պայքար մեր մեղքերի դեմ, պայքար մեր մթագնացությունների դեմ, այսինքն անողոք պայքար մեր մթագնացությունների դեմ, ոնց որ ասում են անհավատներին պետք է չներես, հասկանանք ամենաանհավատը դա մեր էգոն է, էգոյի մասին է դա, որ էգոյին ոչ մի բան պետք է չներել, հաղթահարել դրան, անողոք պայքար դրա դեմ է ընդամենը այդ ջախատը, որը իհարկե շատ ուրիշ դեմ եմ բացատրում, մեր ներսի աշխարհի վերափոխման մասին է պրակտիկան, այսինքն մենք բոլորը մենք քայլերը, որ մեր ներսը վերափոխվում է տարբեր տեխնիկաների միջոցով, այդ դրա մասին է պրակտիկան, որ կարող ենք մեր ներսը վերափոխել, որ մենք ունենք, ասենք, ինչ-որ վախ, որ կարող ենք այդ վախը հաղթահարել։ Ու տարբեր հիմա մոդելություններ կան, դրա շատ տեխնիկաները տարբեր են, բայց այդ պայքարը հենց մեր ներսի թերության դեմ է, այդ պրակտիկան հենց դրա մասին է, ինչ-որ արտաքին բաների մասին չի։ Ես գիտեմ, որ մեր ձեր հիմնադրած դպրոցում կարելի է ասել այսպես ակադեմիայում հոգևոր, դուք սովորեցնում եք տարբեր տեսակի տեխնիկաներ, գիտելիքներ, ուղիներ եք ցույց տալիս, գաղափարախոսություն եք տալիս, եւ շատ հաճախ մարդկանց մոտ կարող է առաջանալ տարատեսակ իրարամերժ կարծիքներ, արդյոք դա կրոնական ուղղվածության ինչ-որ մի դպրոց է, արժի գնալ, կան մարդիկ, ովքեր իրոք հետաքրքրվում են, իրոք սրտանց այդ ամենը մոտ է եւ ձգում է եւ գալիս են, լսում են, որ խնդրեմ կբացատրեք ինչ եք դուք, ինչպիսի գիտելիք եք դուք փոխանցում ձեր աշակերտներին, որ իրենք ինչպես կարողանան այդ ամեն խոչընդոտը հաղթահարել եւ իրենց ներաշխարհի լույսը շատացնել։ Դե այն մեր դպրոցը կրոններից անդին է, կրոնների չի մերժում, բայց կրոններից անդին է, այսինքն կրոնների հետ այդքան շատ ուղղակի չունի, անդին է կրոններից։ Մարդ կարա ցանկացած կրոնի հետ ողջունի կամ աթեիստ լինի, կարելի կա մեր դպրոցը ներքին աշխարհը բացահայտելու մասին է, ներքին մեր բնույթների հետ աշխատանք է, մեր ներքին մտածելակերպի հետ աշխատանք, մեր ներսի տեսերքը բացահայտելու է, մեր ներսում աստվածայինը բացահայտելու մասին է, մեր ներսում սեր եւ իմաստությունը գտնելու մեջ է աշխատանքը։ Ինչ որ պաշտամունքի երևույթներ չկա, կրոնում պիտի լինի անպայման ինչ որ պաշտամունք, չկա ցանկացած մարդ ինչ ցանկացած պաշտամունք կարան ունի, միակ պաշտամունքը որ կա մեր դպրոցում, դա սիրո պաշտամունքը, որ սերը կարանա ընդունի, որ սերը ամենակարևոր երևույթն է այս տիեզերքում, որ դրա հիման վրա ամբողջ տիեզերքը կառուցված, ու այդ սիրով ամեն ինչ արարման սիստեմը սերն է, ու այդ սերը մեր մեջ ի սկզբանե դրված է, ու մենք այդ սերը բացահայտել ենք եւ ուրիշների մեջ է դրված, եւ այդ սերը սփռված ամենուր է, ու մենք այդ սիրո սկզբունքը ընկալելու մասին է, ինչ որ մի կրոնական ուղղության չի պատկանում, ցանկացած կրոնական ուղղություն նաև չենք մերժում, բոլոր կրոններն էլ իրանց դերը ունեն, իրանց մշակույթների մեջ եւ հակադրություններ մենք չենք տեսնում ոչ մի կրոնի մեջ, ամեն կրոն իր դեր ունի, ոնց որ հիմա մեկը ասենք թե ֆիզիկոս է, մեկը մաթեմատիկոս է, մեկը քիմիկոս է, մեկը
բանասերը, մեկը բժիշկ է, ամեն մեկը իր ոլորտում իրանց դերը ունեն։ Ստեղ կրոններն տարբեր մշակույթների մեջ է դրսևորվել, այդ մշակույթի համար դա է կապել։ Կարևոր եղել է դա տրվել։ Մարդիկ կարան վատ բժիշկ լինի, վատ կառավարիչ լինի, վատ ֆիզիկոս լինի, կարան լավ լինի։ Կրոններում են տենց տարբեր տեսակի նույնպես մարդիկ են կարան լավ լինեն, վատ լինեն։ Շատ բարի։ Ավելի ուզում եմ խորքային հարցերը քննարկենք։ Մի անգամ ձեզնից լսել եմ հետևյալ գաղափարը, որ մարդը այս կյանքում պայքարում է 4 կատեգորիաներ ասենք, էտապներ ասենք, երևույթների դեմ, դրանք են առաջին իր կարման է, հետո կարմիկ այդ տենդենսները, երևույթին դա կարմայի մեջ պետք է ներառել, քաոսը, էնտրոպիան, ճիշտ եմ հիշում չէ, և լույսի իերարխիային հակառակ ուժերի դեմ։ Եվ այս ամեն ինչը, երբ որ դուք մանրամասնում էիք, բացատրում էիք ճյուղ առ ճյուղ, հիշում եմ, որ նաև ասացիք, որ դեսա արդեն այս բարդ հարցի երկրորդ հատվածն է, որ այս դիեզերքում մեր վրա, մարդու վրա կարող են ազդել և մոլորակները, և աստղերը, և տարբեր երևույթներ, տարբեր կենդանի էակներ, իրենց էներգիաները, մտքերը, էմոցիաները, ինֆորմացիաները, որ խնդրեմ այդ դասակարգումները ավելի հստակ կբացատրեք, որպեսզի մեզ համար ավելի պարզ լինի այդ 4 կատեգորիաները, ինչ է կարմիկ տենդենսները, կարման մոտավոր արդեն պատկերացում կազմեցինք, և այդ էնտրոպիան, քաոսը ինչպես կարող է ներազդել մեր կարմայի վրա, և այդ ամենի հետ մեկտեղ մարդկությունը նաև պետք է հասկանա, որ հիմա Կալիյուգայի ամենապիկ դարաշրջանն է, որ երկու մասերի են բաժանում, կարելի ասել գաղափարախոսական, պետք է հասկանա, որ լույսի իերարխիան նաև քաջալերում է և պաշտպանում և շատ հարցերում օգնում է մարդկությանը և իրենք էլ պետք է կարողանան օգնել անգամ թեկուզ մտովի ընտրություն կատարել դեպի լույսի իերարխիայի կողմ։ Ուրեմն սենց բացատրեմ, ամեն մեկ անհատական իր կարման ունի, ինքը իր ճակատագիր ունի, դա մի բան է։ Երկրորդը ոնց որ տիեզերական քաոս կա, անկանոնություն, էնտրոպիա։ Այսինքն ամեն ինչ անկանոնությունը պետք է կանոնավորության բերել, որ ներդաշնակության կա։ Այսինքն բերել դեպի սիրուն, երբ որ սերը կա, ներդաշնակության կա։ Այսինքն նայեք այս մոլորակները, գալակտիկաները եւ մարդկանց հարաբերությունը, եթե քաոս լինի, ամեն ինչ կքանդվի։ Այդ քաոսը պետք է կանոնավորության բերել, հետո ոնց որ երկրորդ քայլն է, որ մենք պետք է անենք, բացի մեր անձնական խնդիրները լուծելուց, նաև ընդհանուր կանոնավորության բերենք, որ այդ անձնական խնդիրները հեշտ լուծվեն։ Եթե իրար փոխադրվում են, երրորդը դա կա լուսավոր ուժեր, եւ չորրորդը կա եւ մութ ուժեր։ Հիմա այդ սև ուժերը իրանք մի համակարգ, որտեղ գնում է մեր կյանքը ոչնչացնելու սկզբունքով։ Այսինքն քաոսը շատացնելու, իրանք փորձում են քաոսը շատացնել եւ կյանքը վերջացնել, այսինքն կյանքի սկզբունքը որ կա, որ երջանկություն սերն է, իրանք դրան հակադիր ուժեր են, այսինքն երջանկություն կշատացնեն, հուսահատության, դեպրեսիայի մեջ գտնեն, սերը կորցնեն, որ շատեր ասում են սեր չկա, ամեն ինչ դավաճանություն է եւ այլն։ Այսինքն սև ուժերը մեր դեմ նաև այդ տիեզերական ուժեր են, որը երկրի վրա գոյություն ունի, որը աշխատում է մեր գիտակցության վրա։ Ուղղակի մենք չենք ընկալում, ոնց որ այդ ճակատագիրը շատերը չեն ընկալում, բայց դա ոնց որ գիտակից աշխատում է, որ երկիրը վատ է, մարդիկ հուսահատվում են, այդ ուժերն են, որ գիտակից աշխատում, բացի քաոսից որ գոյություն ունի, նաև գիտակից մեկը հատուկ քայլեր են անում, որ վատը լինի։ Իսկ մարդիկ դա չեն հասկանում, դրա համար պետք է բարձրաձայն դա իհարկե եկեղեցին ասում է սատանա, բայց ինքը մի քիչ տեղին անտեղին ամեն ինչին ասում սատանա, իսկ սատանային չի կարող սատանա ասել, ինքը սա շփոթել է մի կացայի մեջ է գցել ու ինքը իրան էլ է վարքաբեկում այդ մոտեցումով, որտեղ ինքը նույնիսկ ինքն է հուսահատության մեջ գցում, պետք է հասկանանք ցանկացած քայլ պետք է ոգեշնչում տանի ճշտության։ Մեկ ես ասում եմ, որ աշխարհի վերջը գալու, բայց այն դրան որ մարդիկ մի հատ հավաքեն, սթափեն, հավաքեն, որ պայքարեն, ոչ թե ասենց հանգիստ ապրում են, ոնց որ Նոյի ժամանակ, որ ասում են, որ մի հատ հավաքեք, Նոյը մեկը հավաքեք, նու պետք է
տապանը ստեղծվի, որ դու փրկվության տապան կարող սիմվոլիկ լինի, ինչ-որ տենց դա։ Հիմա այդ ուժերը որ կան, այդ 4 ուժը, կարմայի օրենք, քաոսի օրենք, սև ուժերը եւ սպիտակ ուժերը։ Եվ մարդկությունը մեծ մասը դե չեզոք է, ինքը չի հասկանում, բայց այդ ուժերը մենակ է իրենց վրա գործում են։ Պետք է ինքը դա որոշում անի, փող կարծնի, որ ինքը գնա լուսավոր ուժերին, որտեղ լուսավոր ուժերի նպատակը դա երջանկությունն ու սերն է, ու ինչ բոլոր քայլեր տանի դեպի երջանկության ու սիրո, ներքին խաղաղության գտնելու։ Սև ուժերի նպատակը դա ոչնչացումն է ամեն ինչի, քաոսի ուժեղացումն է, հուսահատություն, դեպրեսիա, հիվանդություններ, էպիդեմիաներ, պատերազմներ, ագահություն, անհավասարություն, անարդարություն եւ այլն, եւ կյանքի ոչնչացում, վերջնական նպատակը։ Դրա համար ընտրությունից դժվար են մարդիկ ընտրում, իրանց հեշտ է սև ուժերին ընտրել, որովհետեւ այնտեղ շատ մանիպուլյացիաներ խաղեր կան, շատերը գրավում են դրան, տրվում են այդ ծուղակներին եւ ընկնում են այդ ուժերի ազդեցության տակ։ Այդ դեպքում ոնց կարելի է մարդկությանը այնպիսի մի խոսքով Դե որը սիրո հետ կապ չունի, կարող է ինքը սիրո մասին բառերով է խոսում, բայց սրտան սեր չկա, ատելություն է, սև սիրտ է, այդտեղ պետք է մարդը կարողանա արդեն ընկալել։ Հիմա այդ էլ մեր գործն է, որ մենք ամեն մեկս ընտրության կարող անենք, ասենք թե շատ տեղ մարդիկ գալիս են իմ մոտ, հետո գնում են Սեմոգի մոտ, իրանք այդ ընտրություն կամ Սեմոգից գալիս են իմ մոտ, այսինքն մարդիկ պետք է ընտրություն անեն, իրանք են ընտրում, ազատ կամքի իրանցն է, ու իրանք այդ դրա համար են իրանք պատասխանատու, դե իրանք են ընտրում կյանքը թե մահը, կամ կյանքը թե կյանքի հակադիր երևույթը, դե մարդն է ընտրում իրան, քանի որ ազատ կամք ունենք, դրա հիման վրա է ամեն ինչ իրագործվում։ Իսկ դա կարևոր տեղ է, որ շատ դժվար է, մեծ մասը մարդկության, նաև իմ աշակերտները կասեմ, շատ դժվար են ընկալում այդ սև ուժերի մասին գաղափարը, ստացվում են ինչ-որ հեքիաթներ է եւ դա իրական չի, որը կարա ներխուժի մեր մտքերի մեջ, մեր էմոցիաների մեջ, մեր կյանքում ու գիտակից ամեն ինչ քայքայի քաոսը շատացնի ու դա դժվարացնում է նաև երջանիկ լինելու, առաջ գնալու, հետո որ ասում են ոնց որ չեն կարող հաղթահարել ինչ-որ խնդիրներ, որտեղ նաև կան սև ուժեր, որոնք հատուկ ոնց որ այդ անիվի մեջ փայտ են դնում, որ չգնա առաջ, ջարդում են։ Այսինքն այդ դրա ընկալումը պետք է հստակ գա, որ դրա դեմ պայքարեն։ Ասենք դրա համար նույնիսկ լուսավոր ուժերի զինվորներ կան, ասենք տամպլիերները դե են եղել, բայց հետո պապը դեռ ոչնչացրել է իրանց, որովհետև պապը ընտրել է սև ուժերի ճանապարհը, լուսավոր ուժերի տամպլիերները ոչնչացրել։ Եվ այսինքն գենոսիկներ կային, որտեղ էլի ոչնչացրեցին, նույն այդ քրիստոնեական աշխարհի մեջ եմ ուզում ասեմ, որտեղ էլի մարդիկ չընտրեցին նույնիսկ ուզում եմ Քրիստոսի խաչելու բան ասեմ, որ մեծ մասը ընտրեց այն ավազակին, որը ազատ թողեն, Քրիստոսին չուզեցին ազատ բարձակեն, որտեղ ասել են, թե մեկին պետք է ազատ արձակենք, ընտրությունը մեկա սևերին այսինքն մարդը շատ անկումային տգիտության մեջ է, ինքը լույսը չի կարող։ Հետո փառաբանեցին Քրիստոսին աստվածացրին, բայց երբ որ պետք է իրենք գործողություն անել, իրենք չկարողացան անել, մեկը ընտրեցին սևը ընտրություն արեցին։ Որտեղ նոր թերերին է իրանց էգոիստական կրկնում, մարդիկ չեն կարող նույնիսկ քաղաքականության մեջ են ավելի շատ մութ ուժեր են մարդիկ ընտրում, քան լուսավոր մարդկանց, որտեղ իրանք ուզում են, որ իրանց մանիպուլյացնեն, խաբեն ու տանեն անկման։ Հիմա այդ տենցերը ուրեմն պետք է իրանց այդ ցևը աշխարհը կառուցված չեն հասկանում, ուրեմն պետք է դրան արժանացել են, էլի։ Հիմա լուսավոր ուժերը մաքսիմալ պայքարում են դրան, տգիտության այդ երևույթի դեմ, բայց մեկը ազատ կամք է, մարդիկ են ընտրում դրան։ Դոկտոր ջան, բայց ազատ կամք ու միևնույն ժամանակ տգիտության մեջ են, չեն կարող իրենք բացատրում են։ Բայց զորով չի լինի։ Այդ դեպքում պետք է ինքան տարապեն, որ ասեն եղերնը ձեզ հերիք չէր։ Ձեզ այս ղեկավարները տվեցին, որ ձեզ եւ այլն հերիք չի։ Դե հիմա որ այդքան չեք հասկանում, հեսա մի հատ էլ բան կա։ Պետք է մեկը խելքի գա, չգիտեմ, հիմա տենց է,
որ չեք հասկանում, տենց է լինում, ինչ ես չեմ կարա ինչ-որ բան վերափոխեմ, պետք է մարդիկ հասկանան, ասենք հիմա այս հաղորդումները, այնքան չնչին մարդ է դիտում, իսկ մի հատ սենց մութ ուժ, որ գա խոսալու, 200-300 միլիոնով կարան նայեն, որտեղ իրանց գիտակցությունը այդ մութ երևույթներին ավելի ձգող է, ոնց ասած հայոյանքը ավելի շատ է մարդը կարում արագ սովորել, միլիոն մարդ, քան մի հատ մի հատ ոգեշնչող խոսք չեն կարում իրանք ասել, ավելի շատ կարան հայոյեն, դրա համար այդ մարդկության մակարդակը տենց է, հիմա դրա համար այդ պայքարում սև լուսավոր ուժերի մեջ, ինչի ասում են լուսավոր ուժերը միանգամից չի հաղթում, որովհետև տգիտությունը շատ ուժեղ է մարդկանց ու իրանք հանդրում են մութ ուժերին, չընկալելով այդ երևույթը, գնում են իրանց կյանքը ոչնչացնող ուժն են ընտրում։ Լավ, այդ դեպքում մի սենց հարց, ուրեմն ամբողջ մարդկությունը երկիր մոլորակի հենց այդ հոգիներ, ովքեր որ հավաքվել են այստեղ վերածնվելու մարմին ստանալու համար, ունեն հենց այդ տգիտության կարման համընդհանուր մարդկային, եթե ավելի գլոբալ կարման սկսենք դիտարկել, համընդհանուր մարդկային, չէ, տիեզերական, երկրային, ինչ-որ մասը ունի, ինչ-որ մասը դա ունի, դե ինչ-որ մասը դա պայքար հասկանում է, դրան ուզում է վերափոխել, պայքարում է, բոլորը չեն, ինչ-որ մասը ունի, քրիստոնեությունը, որ ասում է Հովհաննեսի հայտնության մեջ, դե ասում է 1/6-ն է հասկանում, 5/6-ը չի ընկալում, մարդկության կկործանվեն, որ հենց այդ ոնց որ այդ տենց մոտարապես թվեր է բերվում, երբ որ ովքեր կմնան կենդանի, այդ վերափոխման աշխարհից հետո, այդ 4 ձիավորները որ պիտի կան, այդ լուսավոր ուժերի վրդովված արտացոլումներ են, դրանք սև ուժեր չեն, վրդովված արտացոլումներ են, որտեղ արդարությունը բերեն իրականացնեն, քանի որ անարդարությունն են բոլորը ընտրում, սուտն են ընտրում, դրա համար մեծ մասը ոչնչանալու են։ Տամպլիերների մասին խոսեցիք, կարծեմ նախորդ դասին բացատրում էիք, որ նաև մասոններն էլ են, չէ, եղել լույսի կրողներ, բայց այդ դեպքում ինչու են անկում ապրել։ Դե արագ այդ օրդենում եկել են ուժեր, արագ տենց էլ շատ կրոնները, շատ ուժեր անկում են ապրել, որովհետև դրանք սկսում են մասաների վրա ազդել, ու սև ուժերը տեսնում են, որ այդ կողոցիկ է մասաների արագ գրավում են։ Այսինքն տիրելու ունակություն, ուժային ունակություններ, երբ որ նկատել են նույն մասոնների մեջ, մտածել են, որ կարող են արդեն այնտեղ տեղակայվել իրենց։ Դե մարդկության տգիտությունը թույլ է տալիս, որ ներխուժեն այդ ուժերը, չեն կարողացել տարբերակել ինչ-որ ժամանակ, հիմնադիրներից հետո էլի, ու դեռ թույլ են տալիս Քրիստոսից հետո էլ իր հետնորդները շատ տենց չեն տարբերակել, մութ ուժեր են թողել իրենց շարքերը և այդ շարքերը կարան, մյուս կրոններում էլ սենց մութ ուժեր շատ տեղ գրավել են։ Փաստորեն այնպես է ստացվում, որ ամեն դեպքում նրանք հյուսվածքորեն կան բոլոր, թե կրոններում, ստրուկտուրաներում, թե երկրի տարբեր, կարելի ասել, իշխանական սկզբունքներում, թե լրատվական սկզբունքներում, դե ամենտեղ սենց ներխուժված է։ Փաստորեն դրանց մաքրելը, դրանց վռնդելը այս երկիր մոլորակից բավականին երկարատև եւ ջանք է պահանջում եւ ժամանակ է, պետք, որ այդ ամենը նախ առաջին հերթին մարդկություն ընտրություն անի, հիմա մեր պետության օրինակով վերափոխելու երկրի համար պետք է մեծ մասը վերափոխվեն, իրանք վերափոխեն, որ երկիրը վերափոխվի, բայց իրանք չեն վերափոխում, այսինքն էլի նույն ձևի ընտրություն են անելու, էլի գնալու են մութ ուժերի ընտրության ու էլի իրանց տանելու են հաջորդ անկմանը։ Հասկանալի է։ Լավ, ավելի սենց հոգևոր գանք նորից դաշտ, հարցս այսպիսին է, կա աստրոլոգիա գիտություն և այդ գիտությունը բավականին մեծ տարածում է և մեծ տենդենս է ստացել, մարդիկ կարդում են, հետաքրքրվում են, սովորում են, դասեր են վերցնում
Եվ իբրև թե այնտեղ տրված են մեխանիզմներ եւ պատմում են, որ այս մանտրաներն ասեք, այս աղոթքները կարդաք, այս ռիտուալները անեք, շաբաթվա այս օրերը կապված են բնականաբար յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր մոլորակի հետ, ձեր կարմիկ բացասական տենդենսները կմեղմանան, բայց դա իրականում իր արդյունքը տալիս է, ինչ եք կարծում, այդ գիտությունը ակտուալ է այդ աստիճան, որ կարելի լինել կիրառել մեր առօրյա կյանքում, թե դա ինչ որ չափով էլի պլատֆորմա է ստեղծում, ինչ որ շղարշ է եւ դա չի կարելի համեմատել բարձր հոգեվոր ուսմունքների հետ եւ բարձր հոգեվոր ուսմունքը ավելին կարող է անել մարդու համար նույն կարման նեղմացնելու հարցում, քան նույն աստրոլոգիան։ Դե աստղաբանությունը ուղղակի մեր կարմայի քարտեզն է գծում, այսինքն ոնց է լինում, ինչ մակարդակ են նայել բաները, այդ աստրոլոգները, աստղաբանները իրանք համապատասխան քարտեզն են կարում ինչ-որ ձևով գծել, որը տենց ինքը հիմնական հոգևոր աստրոլոգիան տենց մարդկանց շատ քիչ են տիրապետում, մենք ինչ-որ չափով գծում են մեր քարտեզը, այդ քարտեզը գծելը հենց չի նշանակում այդտեղ ոնց որ տեղանքի քարտեզ ունես ճակատամարտում, բայց հենց չի նշանակում, որ դու հաղթելու ես կամ չի։ Երկրորդը ծիսակատարությունների մասին, երբ որ դու խոսացիր, ծիսակատարությունները ծեսերը իրանք մեզ չեն կարող կարմայից փոխել, այտենց ոնց որ ինքներս մեզ չվերափոխենք, արտաքին ծիսակատարությունները չեն փոխել, դրա համար Բուդդան ասում է, որ ոչ մի ծիսակատարություն մեզ չի տանի ազատագրման, լուսավորման, պետք է մենք մեզ ներքուստ փոխենք, ծիսակատարությունը եթե ներքուստ մեզ չի փոխում, մենք ոչ մի բան տենց չի կարա ինքը տենց արտաքին փոխի, դրա համար ներքին վերափոխում է պետք, մեր ներսի փոխումը, որը շատ ավելի դժվար է, հեշտ ավելի ծիսակատարություն անելը, քան ներսը մարդու իրան վերափոխելը, դրա համար պետք է աշխատենք մեր ներսի վերափոխման համար, մեր մեջ սեր գտնենք, մեր թերությունները կարողանանք տրանսֆորմացնենք սիրով, իմաստությամբ լցնենք, ոչ թե ինչ-որ ծիսակատարություններ անելով էլի մնանք նույն տգետը, նույն թերությունների կամ մթագնացությունների մեջ։ Նվիրաբերություն եւ զոհաբերություն տարբերակումը կբացատրեք, ինչի հարցրեցի, որովհետեւ եթե անգամ մենք կարողանում ենք շատ անկեղծորեն մեր ներսը նայել, դեպի ներս մտահայել եւ կարողանում ենք ինչ որ մի հարց թեթև մեր մեջ փոխել, մենք դա պետք է նաեւ կարողանանք նվիրաբերել բարձրագույն լուսավոր էակի, չէ, որ չստացվի ոնց որ Բխագավադ գիտայում է գրված, որ ինչ գործողություն անում ես, փորձիր դա անել հոգու եւ սրտի ամենախորքային անկեղծ նվիրումով եւ նվիրաբերի ինձ։ Դե այդ պետք է հասկանանք, որ այդ նվիրաբերի ինձ վեհեակին այդ նշանակում է սիրով անել, հանուն սիրո անել։ Եթե նույն բառերն են, ես ուրիշ ձև դա ներկայացնում, այսինքն մենք որ ինչ գործողություն անում ենք, որ սիրո մեջ լինի այդ գործողությունը եւ հանուն սիրո լինի։ Այդ դեպքում մեր էգոիստական նկատառումները չեն ակտիվանում, չէ՞, այդ տեսակի կարմա չեն։ Այդ ժամանակ, երբ որ մենք սիրով ենք անում ու հանուն սիրո ենք անում, այդ ժամանակ ամենաբարենպաստ հանգամանքներն են ստեղծում երջանկության հասնելու համար։ Եվ որպես եզրափակիչ, այսպես շատ կարևոր ու գլոբալ հարց եմ ուզում տալ Տրդատ ջան ձեզ, ովքեր են տիեզերքի այն 7 իմաստունները, ովքեր որոշում են, որ այդ պահին, այդ հոգին արդեն իր դասը կարմիկ քաղել է եւ որ արդեն կարող է շարժվել առաջ եւ ազատում են կարմիկ այդ, այսպես ասեմ, դասից, դեռ չասեմ դրան ազատագրում։ Նայեք, դա 7 այդ կարմայի տիրակալներ անվանում կարան ասեն, կամ գումարներ են ասում, գումար մանուկներ։ Մենք ունենք թուղ մանուկներ անցալումը Հայաստանում, այդ դրանց հետ կապված են, այսինքն 7 այդ մանուկները, մանուկ ինչի իմաստով, որ իրանց մտքերը, էմոցիաները մանուկի պես պարզ բաց են,
բայց իրանք որը իմաստուններ են, այդ իմաստով որ 7-ը գումարներ մանուկներ են, սանատ գումար ասենք թե մանուկներից մեկը, որ մակ առաջնային մանուկը սիմվոլիկ իրանք մեզ եկել են հայքի համաստեղությունից, բայց իրանք նաև հոգևոր շատ բարձր էակներ են, որոնք մարդկությանը փորձում են օգնել, որ այդ իր ճակատագիրը վերափոխվի, սև ուժերի դեմ են պայքարում, լույսը, որ երրորդայի հիմնադիրներն են, և ամեն քայլ անում են, որ մարդկությունը այս հաղթարի իր տգիտությունը ու դեպի երջանկություն գնա։ Իսկ անուններ ասելու համար իրանք մեկ-մեկ մարդկանց մեծ արտացոլվում են, որտեղ մենք մտածում ենք մարմնավորվում են, քիչ կարող է այդ բառը ճիշտ չլինի, ամբողջությամբ չեն կարող մարմնավորել, որտեղ մեր մարմինը սահմանափակումներ ունի, այդտենց վեհեակներ չեն կարող ամբողջությամբ նույնիսկ մարմնավորել, ասենք օրինակի համար դա Պլատոնի մեջ է մարմնավորվել, Լաոձի մեջ, Կրիշնայի, Բուդդայի, Քրիստոսի, Զրադաշտի, Մուհամեդի եւ այլն, այսինքն Կոնֆուցիոսի, այսինքն այդտեղ մարմնավորվել են իրանք մասնակի, որտեղ իրանք ամբողջությամբ չեն կարող մարմնավորել, որտեղ ոչ մի մարդկային մարմին չի կարող այդ էներգիան ընկալել, նույնիսկ Քրիստոսի մարմինը, որ շատ կատարյալ էր, էլի չի կարող այդ ամբողջ էներգիան կրել, դրա համար ինքը ներկայացնում է, որտեղ իր հորը, որ իր մեջ է, բայց այդ գումարի մասին էր, գումարներից մեկն էր, որը սանատ գումար են ասում, այդ ինքն էր, որպես հոր դիրքով Քրիստոսին արտացոլվում։ Մաքսիմալ իրանք փորձում են մարդկությանը օգնել, և իրանք լույսի երարխիայի հիմնադիրներն են ու կառավարիչները, նաև մեր ճակատագրների կառավարիչները, երբ որ մենք արժանանում ենք այդ իրանց ողորմածությանը, մեր ճակատագիրը կարա թեթևացնեն իրանք, մենակ իրանք կարան ճակատագիր թեթևացնեն, ուրիշ ոչ մեկ չկար թեթևացնեն, այսինքն մարդիկ գնում են Տեր հոր մոտ և հաղորդակցություն են ուզում անեն, որ իրանք ճակատագիրը թեթևանա, մեղք են արել, Տեր Հայրը չիտքան այդ իրավունք չունի հաղորդակցություն, մենակ այդ 7 էակները կարմայի տիրակալները կարան ճակատագրից դուրս հանեն, ուրիշ ոչ մեկ չի կարա մեր սիստեմում։ Շատ բարի, աղոթել և աղոթքը որքանով կարող է թեթևացնել կարմիկ բացասական տենդենսները։ Դե աղոթքը նրա համար է, որ մենք սիրով լցվենք ու ընդունենք այդ երևույթը ինչ կա, դա արդեն թեթևացնում է։ Եվ որպես եզրափակիչ խոսք, կարմայի գաղափարը ընդհանուր հասկանալու եւ արդեն եզրահանգում որպես ձևավորելու, մենք այն ենք, ինչ խոսում ենք, ինչ ուտում ենք, ինչ լսում ենք, այն շրջապատ, ովքեր որ մեզ են շրջապատում, մեր վրա նաև ազդում են, ինչ քայլեր անում ենք, ինչ խորհուրդ կտաք այդ ամբողջ համակցությունը վերցնելով վարքագծային մարդը ոնց կարող է այսօրվանից թեկուզ այս հաղորդումը լսելուց հետո ինչ-որ չափով ոգեշնչվի և կարողանա ինչ-որ սխեմա տեսնել և իր վրա աշխատել, որ կարման ավելի ինչ-որ չափով մեղմանա։ Կարման մեղմանցն պետք չի գնալ դեպի երջանկության ընդունելը պետք, և մենք կարևորը ոչ թե ինչ մեր մեջ գալիս է, մեր շրջապատն այդքան կարևորվել, ինչ ենք մենք ուտում, դա կարող չի, կարևորը ինչա մեզնից դուրս գալիս, ինչ խոսքա մեզնից դուրս գալիս, ինչ միտքա մեզ դուրս գալիս, ինչ մտադրանքներ են մեզնից դուրս գալիս, ինչ գործողություններ են մեզնից դուրս գալիս, ամենակարևորը դա է, դե շատ լուսավոր էակներ են այդ բան ասում, ես իրենց խոսքերն եմ կրկնում, ու մենք պետք է դիտարկենք մեր գործողությունները ոնց անենք։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Այսօր մեզ հետ էր ուսուցիչ, յոգ, թաքնագետ, փիլիսոփա, խորագետ Տրդատ Դոնիկյանը։ Խնդրում եմ մնացեք մեզ հետ, հաջորդ հաղորդումն ավելի հետաքրքիր է լինելու։